Զգալով պահի վճռական նշանակությունը, հայկական Պահեստազորից և Հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից բանակի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն։ Ընդ որում, միաժամանակ հայկական բանակի կենտրոնը և թևերը ևս անցան գետը և հզոր հարված հասցրեցին։ Դրանով իսկ առժամանակ կաշկանդելով հակառակորդի գործողությունները և ապահովելով Սպարապետի ջոկատի գործողության ազատությունը։ Ու չորրորդ, հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը, Սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը կազմված էր փղերից ու փղերի պահապան հետևակից, որոնք ևս ծանր կորուստներ կրելով դիմեցին փախուստի։ Պետք է հասկանալ, որ մարտի դաշտում զոհվում էին նաև կենդանիներ, պատերազմ էր, սակայն փղերին չէին սպանում, ռազմիկներին հատուկ սովորեցնում էին մոտենալ կենդանիներին աննկատ, հարվածել կացինով, նիզակով կամ ծանր թրով և բարձր գոռալ։ Փղերը խուճապահար դուրս գալով կառավարումից իսկական պատուհաս էին դառնում հենց սեփական բանակի համար։ Այսպիսով, թշնամու զենքը սկսում էր գործել իր իսկ դեմ։ Եվ վերջապես, Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նաև անմահ կոչվածներին։